Սիրելի ասկագիցներ, ահավասիկ Փիլիպեի, հին Փիլիպեի ավերակներու մեջ կգտնվի եւ ուզեմ ցեզի այս սքանչելի վայրը ցույց տալ եւ գարուն հասարակություններն են, որովհետեւ թուգալ որ տարբեր երկիներու մեջ կա բրիկ դեր մասին կմտածեմ եւ գուզեմ որ մեր ուխտավորներուն պես թուգալ այդպես մեզի հետ հավատքով քալեք այս սուրբ վայրերը ինչպես արդեն բացադրեցի ուխտավորներուն ցեզիալ բացադրեմ որ քրիստոնեական ուրեմն առաջին եկեղեցին Փիլիպեի մեջ եղավ Եվրոպայի իմաստով որովհետև Պողոս Արաքյալը գավ Եվրոպա Փիլիպեստեղ եւ այստեղ գողքը գտնվող վայրի մեջ է Քավալայի մեջ էր որ Լիդիան հավատաց Քրիստոսի Պողոս Արաքյալը շիրային գավ այստեղ կարոզեց եւ փանդարգվեցավ փանդա այստեղ գտնվի եւ 312-ին այստեղ սիրելներ տեսեք մոզաիկը գտնեք 312-ին առաջին քրիստոնեական եկեղեցին այստեղ կանգնվեցավ այստեղը Պավլո Բողոսին անունն է այստեղ Քրիստո ուրեմն Հիսուս Քրիստոսի օրտությամբ այս եկեղեցին սարքված է Բողոս Արաքյալի անունով 312 թվականին ուրեմն այդ ժամանակ մորնակ որ այս շրջաններու մեջ հեթանոսություն էր բայց քանի որ ռոմեական քաղուտ էր Փիլիպեն եւ ռոմեացիները սկսած էին լքել այստեղի եպիսկոպոսը այս բզդիկ եկեղեցին érավ ապա սիրելներ երբ որ հավատացյալներուն թիվը շացավ եւ քրիստոնեությունը այլևս արդունելի գրոն դարձավ օկտագոն ցևով ութանգյուն ցևով եկեղեցին սարքվեցավ ինչպես կտեսնեք ահավասիկ այս մասը հին մասն է իսկ այդ մասը որ մարմար է մարմարի մասն է այդ մասն է սիրելներ որ մեծվեցավ եւ 400 թվականին եղավ այս եկեղեցին ճշմարտաբար հիմա ավերակ վիճակի մեջ է որովհետեւ գործանած է 7-րդ դարուն եւ նաեւ 14-րդ դարուն մեծ երկրաշարժներ եղան եւ այստեղ գործանեցան հիմա բավական նոր հայտնաբերումներ կկատարեն այստեղ նաեւ Եվրոպայի մեջ քանի մտեղեր կան որ սիրելներ լավ բահբանված են մգրդարանները կտեսնեք մգրդության ավազանները խաչացև են ինչպես կտեսնեք գմտնեին մեկ կողմեն աստիճաներով 3 աստիճան գիչնեին 3 աստիճան վեր լեին որ կնշանակե Քրիստոսի հետ երրորդյա թաղում եւ Քրիստոսի երրորդյա հարություն առնել ճիշտ այդ ավազանը կգտնվի այստեղը սիրելիներ ճիշտ այստեղը փագ է չեմ գրնար մտնել բայց բարձրապես սկանչելի վայր եղած է ավազանն է հավասիկ մգրդության ավազանն է դագավին փած չէ հանրության դիմաց որ մգրդացի վստահ եւ արտիալ գայսերեն ինքնամար եկեղեցին դուրս եղած է որովհետեւ այստեղը հռոմեական ժամանակներում դակչուր եղած է եւ դակչուրը գործած է նաեւ ավազանին Այս մասը ավերակ որ կտեսնեք դունը առաջնորդին դունը եւ կորձնեության պաշտոնյաներու դեր այսին առաջնորդարանն էր մեր խոսքով այսօրվա բացատրությամբ նաեւ սիրելներ գտնված են 1939-ը որ հայտնաբերվեցավ այստեղը նաեւ հայտնաբերվեցան դիգեր թե ուրեմն քինի դագարներ եւ թե նաեւ ցեպի որոնք կոզածին պատրաստյալ ուրեմն ուրեմն դանտերներ գվարեին այստեղը սիրելներ շատ հրճակավոր արևելքը արևմուտքին գաբող այսինքն այսօրվան Հունաստանը Թուրքիային գաբող ճանապարհ եղած է Էգեական ճանապարհը որովհետև Քրիստոսի առաջ երկրորդ դարենը սկսյալ եւ ով որ այս ճանապարհը մի անցներ պետք էր անպայմանորեն դուրք վճարել տեսեք սյուները արդեն խոյակները նայեցեք սյուներուն այստեղ շատ հետաքրքրական խորհրդանիշ կա սիրելներ տեսեք ասիկա քրիստոնեական խորհրդանիշ է ինչպես կտեսնեք գլորակ է այստեղ նալդինը գիտենք որ ցուգը խորհրդանիշ է քրիստոնեության եւ ունարնով իղտիս բարը
ցուկ կնշանակե, բայց առաջին դարերը կնշանակե Եսուս Քրիստոս, այսինքն Հիսուս Քրիստոս, Թեուս, այսինքն Աստուծո, Իոս կնշանակե որդի եւ S-ը սոթեր, այսինքն Աստծո որդի։ Եվ այս գլորը հետաքրքրական սիրելիներ, որ այդ խորհրդանիշն է, որ ամրացված է։ Ես հաստատում եմ այստեղ։ Ուրեմն Եսուս, դրեցեք Եսուս, Քրիստոս, դրեցեք երկրորդը, վերջը այս գլորակը Թեուս, այս միգրոնը գնշանակե որդի Իոս եւ այս S-ը սոթը ասկանչ խորհրդանիշը սիրելիներ այստեղ են նաեւ դեպի ստամ նաեւ ուրիշ երկրորդ եկեղեցին այս երկրորդ եկեղեցին սիրելիներ կառուցված է 550 թվականին Այա Սոֆիայի Դոսանտու Բորսո Այա Սոֆիայի օրինակով այդ անշուշտ Այա Սոֆիային շատ 10 անգամ ավելի փոքր Այա Սոֆիան շատ ավելի մեծ է երբ որ սարքվեցավ 550 թվականին շատ շուտով գործանեցավ եւ մարդիկ ասին որ Աստուծո նշան է որ պետք չէ կառուցվի եւ այդպես ալ մնաց այս եկեղեցին եւ ասեմ որ երբ որ 14 թվականին Երկրաշարժ եղավ եւ փակվեցավ ամբողջ հողի տակ անցավ այս ամբողջ քաղաքը Փիլիպպեի միայն այս 3 սյուները մնացին եւ գիտնականներ 1860 թվականին ցածրացին հնակետները այդ սյուները դերձելով դեպուտեր կատարեցին եւ դրանց ստեղծեցին այս բոլոր վայրերը այս ճամփան հրաշավոր ճամփա եղած է այդ ժամանակ ինչպես երկրորդ տարում կարևոր ճամփա եղած է եւ այստեղ այս ճամփան ով օգտագործել պետք է անպայմանորեն վճարել անիկա լագարկով ժամանլարիկա քալելով եւ հետեւաբար բողոքարակյալը այս ճամփային հրաժե ահա 2000 տարիներ մենք խավորներով այս ճամփին քալեցին Այս ճամփեն քալեցին ուխտավորներով գքալենք սիրելիներ բողոսարակյալը այս ճամփային քալա եւ այստեղը կարևոր բամնալ նշեմ որ ճիշտ այստեղը այն մասներ ճիշտ այստեղը փեմներ քաղաքին ասիկա ֆորումն է սիրելներ շուգաներ բոլոր արորիա աշխատանքներ այստեղ կկատարվեին եւ ասիկա ուրեմն փեմներ այստեղ ոյ մեկ հայտարարություն որ ունայն կփարսնային փեմին վրա եւ կհայտարարեին հետեւաբար Բողոսարակյալը այստեղ փարսացավ եւ Քրիստոսի մասին կարոզեց ճիշտ այստեղը ուր որ ես հիմա գանքրած եմ տեսեք հավասիկ ավերակ վիճակի մեջ է այդ շուգան որ կորձված է անշուշտ այդ ժամանակ կորձածական շուգա էր Քրիստոսի առաջ 4-րդ դարեն մինչև Քրիստոսի յետք 6-րդ դար այստեղը կորձածված է սիրելիներ եւ միշտ հռոմեացիները գուզեին զարդարել իրենց շուգաները այստեղը գտնվի ինչպես կտեսնեք ջերմակ մարմարով ֆորտունա չաստվածուին արցանը ֆորտունա կնշանակե փախտ ուրեմն այս ճամփան ավասիկ այստեղը անունը թրված է Իգնացիա Օդոս այսինքն Վիա Իգնացիայի ճամփան Իգնացիան ջարդարաբետն է եւ իր անունով սիրելիներ այս ամբողջ ճամփան գոչված է սկիզբը ասոնք մարմարներ են շրջանի մարմարներ են եւ ատկե վերջը քարերով ամբողջ ճամփա բացված Ահա ինչ սկանչելի վայր է մինչև այսօր զանազան բեղումներ կկատարին, որովհետև ամբողջական հայտնաբերած չեն Փիլիպպեն սիրելիներ
Եվրոպայի մեջ առաջին քրիստոնեական քաղաքն է։ Այստեղ արդեն ցույց տվի ցեզի քաղաքի փանդներ, ուր որ Բողոս Արաքյալը ինք փանդարգված է եւ գարտացեք անպայման կորց կարակելոց գրքի 16-րդ գլուխը պիտի տեսնեք, որ Շիղան եւ Բողոս Արաքյալը որ փանդարգված էին, իրենց ոտքերն ամրացած ուրեմն գոջղերու մեջ, սակայն զաստված կփարապանեին եւ երկրաշարժ եղավ ու կագվեցան շղթաները, սրդանց կաղոթեմ, որ բոլոր մարդու շղթաները կագվին, արձակվին, ընտանիքներու մեջ ինչ որ շղթաներ կան չարի կողմեն, աղանդավորական շղթաներ, թիվային շղթաներ արձակվին եւ Քրիստոս ծերպազադե բոլորն ալ սիրելներ սատանայի փորձություններ են եւ մենք ալ Բողոս Արաքյալի ու Շիղայի նման զաստված փառավորենք։ Ավասիկ Բողոս Արաքյալ եւ Շիղա, Բողոս Արաքյալը նաեւ Փիլիպեցիներու նամակ գրած է եւ որ Ռոմի փանդի մեջ փանդարգված էր։ Այստեղ սիրելիներ գտնվի եկեղեցին, որ 530-ին ուրեմն սարքված է, ինչպես տեսակ 3 եկեղեցիներ կան, եկեղեցվո մուտք եղած է, այստեղ են գամարներ, եկեղեցվո մուտքն է, տեսեք որքան լայն մուտք եղած է, մեծ եկեղեցի, որ այսօր կարուկանտ է, 530 թվականին սարքված է, այս բաժինը քավիթի բաժինն է, այսինքն ուր որ ոչ հավատացյալներ կգանքնեին եւ անցյալի նաեւ մեծահասակ գիները, այս եկեղեցին տեսեք որքան բարձր եղած է, ամբողջ գաբարով փակված է, երկրորդ հարկ եղած է, երկրորդ հարկը կանայք երդասարդ աղջիկները կմնային, որովհետև արգելված էր աղջիկներուն դղամարդոց հետ եկեղեցի նստելը, ուրեմն քավիթի մեջ կմնային մեծահասակները, որոնք չէին գնար երկրորդ հարկ բարձրանալ, իսկ կանայք երկրորդ հարկը բարձրանային, իսկ այստեղ մեջտեղը սիրելիներ փում բաժինն է, տեսեք որքան մեծ է, մինչև այդ սույները այդքան մեծ եկեղեցի եղած է, Եվրոպայի ամենամեծ եկեղեցին եղած է այդ թվականին 530 թվականին սիրելիներ։ Տեսեք արդեն սույները որքան բարձր եկեղեցի եղած է, սույներով եւ կտեսնեք ձեր շուրջը այս հնագիտական սկանչերի վայրերը։ Կեդիները մարմար եղած են սիրելիներ, որտեղ եկեղեցին շատ մեծ եղած է, որբեսի հասնի ցայնը բادرակիչին ցայնը յետև կանանց, այս կետնին դագը թրված են նաև թադարկ դիգեր, որբեսի այդ դիգերուն մեջ են արցականքվեր եւ հասներ ուրեմն ցայն այդտեղ կանանց բաժինը, այստեղը սիրելիներ փեմի եղած է ուրգե քարոզը տված է գրոնավորը եւ այստեղ խորանի բաժին եղած է, խորանը թեպի միշտ արևելք, ինչպես մեր եկեղեցին, նույնպես ույն եկեղեցին թեպի արևելք, գտեսնեք սույներուն վրա արդեն խաչը, խաչի նշանը, Քրիստոսի խաչի փրկությունը լա մեր բոլորին, այս բազիլիկը, այսօր չենք գիտեն ինչ անունը, ադորամար գոչվի բազիլիկ A, առաջին բազիլիկ, թիմացը գոչվի երկրորդ ուրեմն բազիլիկ, երկրորդ եկեղեցի եւ ներքևինը սիրելներ, որ արդեն ցեզ ցույց տվի առաջին եկեղեցին է 312 թվականին սարքված, հետո 400 թվականին օկտագոն ձևով ութացև ութանգյուն ամբողջ եկեղեցին եւ թեպի հերուն երթանք սիրելներ ցեզին հայև ցույց տամ թատրոնը այս թատրոնը 1550 թվականին էր 1950 թվականին էր որ հայտնաբերեցին ուրեմն 1860 թվականին հայտնաբերեցին այդ մասը եւ ապա մոտավորապես 90 տարի վերջ թատրոնը հայտնաբերեցին թե հայտնաբերիկ շատ բաներ կան ինչպես կտեսնեք հողին դակ անցած են ամբողջությամբ Փիլիպե քաղաքը եւ Փիլիպոս երկրորդ գայսրին անունով է որ գառուցված այս քաղաքը Փիլիպե երկրորդ թագավորը եղած է Աղեքսանդր մեծի մեծն Աղեքսանդրի հայրը եւ հիմա որ ցեզի ցույց տամ թատրոնը այդ թատրոնը սիրելիներ շուրջ
3500 մարդ գպավ է իր մեջ։ Կտեսնեք հնագիտական քարերը, այս 5 քարերը, խոյակները, բոլոր մանրամասնությունները տեսեք սիրելիներ, որքան սքանչելի են։ Հավասիկ գամարը և այս է թադրոնը, որ ամբողջ մարմար եղած են թադրոնը սիրելներ, այդ վերևինները 1960 թվականին վերջ է, որ վերագառուցված են քարերով, բայց նախապես այս մարմարը սև մարմար եղած է, որ շրջանի մարմարն է, ինչպես կտեսնեք, և բացի ատկե նաև թեպի վեր, ուրեմն ուրիշ մասեր ալ գային, եթե այդ մասերն ալ ժողովուրդով լեցվեին, 7000 մարդ գպավեր և ադիգա մեծ թիվ էր այդ քաղաքին մեջ։ Ահա սիրելներ, հելո, այս բոլորը ցեզի ուզեցի ներկայացնել, որպեսզի տեսնեք, որ որքան զարգացած վայր եղած է Փիլիպեն և հիշեցեք միշտ քրիստոնյա Եվրոպայի մեջ քրիստոնեական առաջին քաղաքը եղած է։ Առաջին վայրը, որ քրիստոնեությունը ընդունեց։ Անշուշտ մեր ժողովուրդը 301-ին քրիստոնեություն ընդունած էր, բայց մենք Եվրոպայի մաս չէինք կազմեր։ Ահա, տեսեք գամարները, հնության հին գամարները, այս կանով գպավարարվիմ, հույսով որ դուք հաջող ստացաք այս սքանչելի հնագիտական վայրեն, արիթ ունենաք անպայման այցելեցեք Փիլիպեի հնագիտական այս վայրը։ Աստված ձեզ թողորտնե, Դերը ձեր սրտին համաձայն թող դարձեզի եւ բոլոր տեսակի դժվարություններեն, գաբանքներեն ցերպազադիկ Հիսուս Քրիստոսի անունով եւ ինչպես Պանդաբահը սավ ինչն են որ փրկվին, Բողոս Արաքյալը սավ Հիսուս Քրիստոսի հավատացուն եւ ընտանիքդ եւ պիտի փրկվի եւ անանք այդպես ալերին հավատացին Հիսուս Քրիստոսի ու փրկվեցան։ Հավատացեք Հիսուս Քրիստոսին, ձեր ամբողջ ընտանիքով եւ պիտի փրկվիք։ Աստված ձեզ արադապես թողորտնե, օրհնյալ եղեք։